Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, քարոզարշավի առաջին օրը ինչպես անցավ, ինչպես կգնահատեք, ըստ էության ակտիվ քարոզարշավ չիրականացրեցիք, ինչն էր պատճառը։ Պատճառը մայիսի 8-ն է, Շուշիի ազատագրման տոնը, մենք այցելեցինք Եռաբլուր։ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցինք բոլոր ժամանակներում հայրենյաց պաշտպանների հիշատակին եւ մեզ համար փաստորեն ստացվում է, որ քարոզարշավի մեկնարկը լինելու է Գյումրիում։ Վաղը այցելում ենք Գյումրի եւ ոչ միայն Գյումրի, նախատեսում ենք նաեւ լինել Թալինում, նախատեսում ենք լինել Մարալիկում եւ հարակից այլ բնակավայրերում Գյումրի քաղաքին, պետք է պտտվենք, մարդկանց հետ շփվենք, ծանոթացնենք մեր ծրագրին եւ այլն եւ այլն։ Այսինքն, սիրելի գյումրեցիներ, ստացվում է, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկում է Գյումրիից։ Ինչպես եք համոզելու շուրջ 2.5 միլիոն ընտրողի, որ իրենց քվեները տան ձեզ իշխանություն ձևավորելու համար։ Չենք պատրաստվում համոզել, պատրաստվում ենք առաջարկել, բայց մարդիկ պետք է ընտրեն, ընդ որում բոլոր այն ուժերը, որոնք որ միտված կլինեն համոզելուն, նրանք վստահության արժանի չեն, որովհետև մարդիկ ընտրություն կատարելուց նախ հաշվի են առնում տվյալ ուժի ծագումը, նրա առաջնորդի անցած ճանապարհը, մաքրությունը առաջին հերթին, այնուհետև նրանց մոտեցումները, ծրագրերը, ռազմավարությունը, թիմը եւ այլն եւ այլն։ Մարդիկ աչալուրջ են եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը բավականապես քաղաքական առումով գրագիտացել է եւ դա ցույց է տալիս նաեւ մեր այցելությունների եւ մարդկանց հետ շփումները։ Շատ լավ հասկանում են, պատկերացնում են եւ հույս ունեն, որ հայ ժողովուրդը կգնա փոփոխությունների։ Պարոն Սիմոնյան, ընտրությունների այս փուլում արդեն քանի որ քարոզարշավն էլ պաշտոնապես մեկնարկել է, որոշ ուժերի դիրքորոշումներ առանցքային հարցերի շուրջ արդեն պարզ է անվտանգությունը ինչպես են երաշխավորելու արտաքին գործընկերների հետ հարաբերություններն ինչպես են խորացնելու, ոմանք կարծում են, որ Եվրամիության, Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարաչափ պետք է լինի, ոմանք կարծում են, որ Ռուսաստանի հետ ավելի շատ պետք է լինի։ Դուք ինչ տեսլական ունեք, ինչ եք առաջարկելու ձեր ընտրողներին։ Քանիցս իմ հարցազրույցների ընթացքում ես դա մանրամասնել եմ, բայց հիմա նորից կարիք կա ասելու Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եւ ես խորապես համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի եւ քաղաքականությունը, Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի հավասարակշռման քաղաքականությունը, որոնք որ ավանդվել են եւ ժառանգվել են Նիկոլ Փաշինյանի կողմից հավասարակշռման քաղաքականությունը, չեն աշխատում, որտեղ եթե դու ոչ մեկի միջև չես կողնորոշվել, հետևաբար չունես բարեկամներ։ Եթե չունես բարեկամներ, թշնամիները քեզ նկատմամբ ունեն գերազանցություն։ Հիմա բացատրեմ ինչպես։ Եթե դու փորձում ես հարաբերություններ զարգացնել 4-5 դերակատարի հետ համատեղ, որոնց միջև հարաբերությունները մեղմ ասած բարվոք չեն, եթե չասենք թշնամական են, ապա բոլոր կողմերի համար հարվածի առարկա ես դառնում։ Հիմա ավելի պարզ ասեմ, եթե դու փորձում ես ռուսական ազդեցության գոտի մնալ, բայց սիրաշահերի եւ սիրախաղերի մեջ լինել եվրոպական երկրների հետ եւ Միացյալ Նահանգների հետ, ապա ոչ մի առավելություն չես ունենալու։ Բոլորն էլ քեզ լուրջ չեն ընդունելու, որտեղ հավաքական արևմուտքը այսօր Ռուսաստանին դիրքավորել է որպես հակառակորդ։ Եվ Ռուսաստանն էլ արևմուտքի դեմ ռազմական գործողություններ մղելով Ուկրաինայում հակառակորդի կարգավիճակ ունի։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է կողմնորոշվի եւ կողմնորոշումը պետք է իրականացվի դեպի ուժեղը, ուժեղի կողմից պետք է լինեք։ Պատմության մեջ գոնե մեկ անգամ ուժեղի կողմից եղեք, որ շահեք նաեւ առավելագույնը։ Դա նշանակում է, որ այսօր ծանր կացության մեջ գտնվող Ռուսաստանը, որը մեր օրհասական իրավիճակներում չի կատարել իր ռազմաքաղաքական պարտավորությունները, պետք է կանգնի փաստի առաջ։ Հայաստանի Հանրապետությունը
Հանրապետությունը պետք է լքի ՀԱՊԿ, ԱՊՀ-ն եւ ԵԱՏՄ-ն եւ կարողանա խորը եւ համապարփակ ռազմավարական հարաբերություններ զարգացնել ոչ միայն Եվրամիության հետ որպես վերպետական կառույց, այլ նաեւ Եվրամիության անդամ առանձին պետությունների հետ, օրինակ Ֆրանսիայի հետ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ, բայց որպես կանոն պետք է նշենք, որ այստեղ հարաբերությունների զարգացումը միայն արևմտյան պետությունների հետ պետք է չլինի։ Արևելքում էլ կան երկրներ, ում հետ մենք ռազմաքաղաքական շահեր եւ հարաբերություններ կարող ենք զարգացնել։ Օրինակ Հնդկաստանը, օրինակ Հարավային Կորեան, օրինակ Ճապոնիան եւ այլն։ Այսինքն այստեղ աներկբայորեն մենք կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է նպատակամետ արտաքին քաղաքականություն վարի, նպատակամետ, դա նշանակում է կողմնորոշվել դաշինքների մեջ, մերժել անիմաստ դեգերումների եւ երերումների մոտեցումը եւ քաղաքականությունը այդ արհեստական հավասարակշռումը։ Ինչպես եք դուք փորձելու Ռուսաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները, թե Ռուսաստանի Դաշնությունը այնքան ազդեցության լծակներ ունի, որ կոլաբորացիոնիստներ է զորաշարժում Հայաստանի Հանրապետությունում։ Որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կարգավորվի, նախ դուք այդ հնարավորություններից եւ լծակներից պետք է իզորու լինեք թոթափել ձեր լուծը։ Սա աքսիոմա է եւ այն մարդիկ, ովքեր այսքան փորձություններից հետո եւ արունահեղություններից հետո դա չեն հասկացել, ես կարծում եմ, որ դժվար է երբևիցե հասկանան։ Պարոն Սիմոնյան, բայց սպասում է Արևմուտքը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, թե ոչ, որովհետև այսպիսի ընկալում կա, որ տարածաշրջանի պետությունները, այդ թվում ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանը պետք չեն Արևմուտքին, այլ գործիք են իրենց համար, որ պարզապես Հարավային Կովկասում թուլացնեն Ռուսաստանի դիրքերը, դուրս թողնեն գործընթացներից եւ այդքանով վերջ։ Մենք կգանք ձեր երկիր, կուրախանանք, կնկարվենք, կվազենք, կասենք, որ դուք լավ հյուրընկալ հյուրասեր երկիր եք եւ այդքանով մեր հարաբերությունները կկանգնեն։ Այսպիսի նաև խոսույթ կա, կարծիքներ կան։ Սա իրականություն է, թե այնուհանդերձ նաև արևմուտքին է պետք, օրինակ տարածաշրջանի պետությունների հետ առավել դաշնակցային հարաբերություններ ունենալ, այդ թվում ինչու ոչ նաև Հայաստանին ԵՄ-ում տեսնել։ Եթե դուք ասում եք, որ կարծիքներ կան, որ Եվրամիությունը եւ Արևմուտքը շահագրգռված է միայն ռուսներին այստեղից դուրս քշելու մեջ, ապա պետք է մենք նաեւ հարց տանք, իսկ ինչու են ուզում ռուսներին այստեղից դուրս քշեն։ Եթե այդքան անպետք տարածք է։ Զուտ թուլացնեն ազդեցությունը Ռուսաստանի։ Նշանակում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ուժ է տալիս Ռուսաստանին, այսինքն Հայաստանը կարևոր է։ Ստացվեց, որ անգամ այդպիսի տեսակետներ արտահայտողները անուղղակի կերպով շեշտում են, որ Հայաստանը կարևոր է։ Սա մեկ։ Երկրորդը, մենք Կովկաս չենք։ Հիմա օրինակի համար դուք ձեզ հնդիկ չեք համարում, չէ՞։ Ոչ էլ Պապուա Նոր Գվինեացի։ Նույն ձև էլ դուք Կովկասցի չեք, հարգելի Նարեկ։ Դուք մերձավոր արևելյան ազգ եք, հայ եք։ Ձեր երկիրը գտնվում է մերձավոր արևելքում, հանդիսանում է եվրոպական արժեհամակարգի քաղաքակրթության օրորոցը եւ մերձավոր արևելքի հայկական լեռնաշխարհում է տեղակայված։ Որտեղ մերձավոր արևելքը մի քանի փոքր տարածաշրջանների է բաժանված։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը որպես կարևորագույն ենթակառուցվածքների վրա տեղակայված, աշխարհաքաղաքական խաչմերուկի վրա տեղակայված երկիր առանցքային նշանակություն ունի բոլոր երկրների համար, այդ թվում նաև Ռուսաստանի համար, այդ թվում նաև Արևմուտքի համար։ Դա է պատճառը, որ Արևմուտքը ուզում է Ռուսաստանին այստեղից քշի։ Այդ ինչու ասենք Չուկոտկայից չեն ուզում քշեն։ Այդ ինչու ասենք Մոնղոլիայից չեն ուզում քշեն կամ առաջնակարգ Ղազախստանից։ Որտեվ կարևորը Հայաստանն է այս պահի դրությամբ։ Կապող օղակը, ալտերնատիվան, այլընտրանքային ուղիները Հայաստանն է։ Դե եթե Հայաստանը այդքան կարևոր է, նշանակում է, որ մեզ սպասում են։
Բացի այն, որ մենք կարևոր ենք մեր տեղակայմամբ եւ մեր տեսակով, մենք կարևոր ենք նաեւ որպես արժեքաբանական հիմք Եվրոպայի օրորոցն ենք, նրանց մշակութային ակունքն ենք։ Կորցնելով ակունքը, նրանք կկորցնեն իրենք իրենց, եւ դա նրանք շատ լավ են հասկանում։ Հայաստանը կարևոր է։ Ուղղակի այստեղ ազգային ուժեր պետք է ընտրվեն, դառնան վերնախավ։ Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ի վերջո Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե այլ երկրներ։ Պարոն Սիմոնյան, Արցախի հետ կապված ինչ եք դուք առաջարկում։ Հիմա ոչ իշխանությունը, ոչ ընդդիմադիր ուժերը Արցախի վերադարձի մասին չեն խոսում, Արցախը վերադարձնելու մասին չեն խոսում, ասում են դրա համար դեռ շուտ է, նույնիսկ Արցախ վերադարձի մասին չեն խոսում, ասում են օրինակ դա իշխանությունը ընդհանրապես դրա իմաստը չի տեսնում, իսկ ընդդիմադիր որոշ ուժեր նշում են, որ դրա համար տասնամյակներ է պետք։ Ձեր կուսակցության ծրագրում ինչպես է այս հարցը ներկայացված։ Շատ լավ է, որ ինքներդ ձեզ չտկեցիք եւ վերջում ասեցիք ընդդիմադիր որոշ ուժեր, որտեվ ընդդիմությունը նաեւ մենք ենք եւ մենք ասում ենք, որ Արցախի հարցը փակ չէ։ Արցախահայերը ունեն իրավունքներ։ Այդ այլ խնդիր է, որ մենք Նոստրադամուսը չենք կարող գուշակել, թե ինչքան ժամանակահատվածում այդ հարցը հայանպաստ կերպով կլուծվի։ Գուցեև տասնամյակներ է պետք, բայց դա չի նշանակում, որ տասնամյակներ է պետք Արցախյան հարցը լուծելու համար, տասնամյակներ հետո հարցը բարձրացնես։ Հարցը պետք է բարձրացնես այսօր։ Եվ Արցախի հայերը ունեն իրավունքներ։ Այդ իրավունքները աշխարհն է ճանաչում եւ Հայաստանի Հանրապետությունը առաջինը պետք է ճանաչի։ Հիմա ենթադրենք հակաթեզերը, ասում են, որ եթե բարձրացնում եք Արցախի հարցը, ապա ջրում եք խաղաղությունը։ Հիմա ես հակընդդեմ հարց եմ տալիս։ Ներկայիս իշխանությունները փակել է Արցախի հարցը։ Ուր է խաղաղությունը։ Կա խաղաղությունը։ Եթե չկա խաղաղություն, որը որ պայմանագրով չի պայմանավորված, ապա Արցախի հարցը բարձրացնելով էլ ինչ տարբերություն էլի խաղաղություն չկա։ Եթե կա խաղաղություն, ապա Արցախի հայերի իրավունքների հարցը բարձրացնելը չի կարող պատերազմի հիմք հանդիսանալ։ Որտեղ պատերազմի հիմք հանդիսանալու իրավունք չկա, մարդկանց բնական իրավունքների իրացման հարցը բարձրացնելու միջոցով։ Սա աքսիոմա է, դա քաղաքագիտական տգիտություն է, որ ասում են Արցախի հարցը փակելով դու խաղաղություն եք հաստատում։ Ուր է այդ խաղաղությունը։ Եթե պետք է Արցախի հայերի իրավունքների մասին խոսենք, խաղաղություն չլինի, նշանակում է դա խաղաղություն չէ։ Դա նշանակում է, որ Թուրքը իր ռազմական օպերացիայի անունն է դրել խաղաղություն։ Այնպես ինչպես որ օրինակ կա Փոթորիկ անապատում, այնպես ինչպես որ կա անապատի Արիուս օպերացիա, այնպես ինչպես որ կա օպերացիա Բարբարոսա։ Երևի այս ռազմական օպերացիայի անունն էլ դրել են խաղաղություն, որ հիբրիդային միջոցներով ստանան այն ամենը, ինչ որ պատերազմի միջոցով չէին կարող։ Հետևաբար, եթե սա հիբրիդային պատերազմի օպերացիայի անուն չէ ձեր խաղաղությունը, այլ իրական խաղաղություն է, ապա գերիների եւ անհետ կորածների հարցը պետք է օրակարգում լինի, բռնադատվածների հետ վերադարձի հարցը պետք է օրակարգում լինի։ Բոլոր նրանց, ովքեր որ պահվում են ադրբեջանական բանտերում, բոլոր նրանց հետ վերադարձի հարցը պետք է օրակարգային լինի։ Այդ թվում նաեւ Արցախահայերի վերադարձի իրավունքը պետք է օրակարգային լինի։ Պարոն Սիմոնյան, վերջերս Հայաստանում տեղի ունեցած եվրոպական միջոցառումների հետ կապված դուք ինչ գնահատական ունեք, արդյոք դա Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մեկնարկն էր, թե իրապես Եվրոպան փորձում է հարաբերությունները խորացնել Հայաստանի հետ։ Իրապես Եվրոպան փորձում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, շատ ողջունելի է, շատ։ Ավաղ տառապանքս փորձ ունի, ես չեմ հավատում, որ ներկայիս իշխանությունները մեկ մղոն անգամ քայլ կգործեն այդ ուղղությամբ։ Ես համոզված եմ, որ նրանք ռուսական ազդեցության տակ գործող քաղաքական ուժ են։ Դե բայց եթե ռուսական ազդեցության տակ են գործում, Ռուսաստանից չեք տեսել ինչ հայտարարություններ են գալիս այդ միջոցառումներից հետո Զելենսկու այցնեն սուր քննադատում, ասում են Երևանը դարձել էր հակառուսական ուժերի հարթակ, եկան հայտարարություն արեցին, դեսպանին կանչել են արտգործնախարարություն, բողոքի նոտա են հղել։ Հետո ինչ։
բայց մենք շարունակում ենք մնալ հապկում, շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ում, շարունակում ենք մնալ ԱՊՀ-ում, շարունակում ենք առևտրական տնտեսական կապերը խորացնել, շարունակում ենք անընդհատ, ոնց ասեմ, կքած վիճակում կորացած լինել նրանց առջև, արտգործնախարարը ասում է Ռուսաստանը միշտ մեր բարեկամն է մնալու։ Շարունակում ենք մեր մուլտիպլեքսում նրանց լուտանքների եւ արհամարանքների հնարավորությունները տալ։ Շարունակում ենք նրանց կոլաբորացիոնիստներին ընտրական իրավունքով օժտել։ Հետո ինչ։ Այդ թող երկու ասենք իրարից խռով կնանիքի նման, քույրերի նման իրար ցեղ շպրտեն, բայց վերջում նորից էլի իրար համբուրվելու, ողջագուրվելու են։ Չենք տեսնում այստեղ առանցքային քայլեր դեպի արևմուտք։ Մոսկվան կարծում է, որ այս ամեն ինչ սկսել է ոչ թե գործընկերություն է, այլ Ռուսաստանի կառույցներից ՀԱՊ ԳԱՏՄ հեռանալու գործընթացի մեկնարկ։ Չեմ հավատում։ Մոսկվան շարունակում է քաղաքական կապիտալով օժտել Նիկոլ Փաշինյանին, ձևավորելով շղարշ, թե իբրև թե Նիկոլ Փաշինյանը արևմտամետ գործիչ է։ Այդ էլ իրենց օժանդակությունն է, որ կարողանան իրենց հարմար իշխանություններին պահել երկրում։ Պարոն Սիմոնյան, պետք էր Զելենսկի այցը Հայաստանին, թե ոչ։ Անշուշտ, Զելենսկին ինքնապաշտպանական մարդ մղող հերոսական Ուկրաինայի առաջնորդն է։ Իհարկե պետք էր, բավականաչափ կեղծիքներ պայթեցին, շատ էին տարածում դե ֆոսֆորային զենք Ուկրաինան է տվել, իհարկե Ուկրաինան չի տվել, Ռուսաստանն է տվել, գցել է Ուկրաինայի գրպանը, այնպես ինչպես որ անվտանգության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոն Ռուսաստանն է դրել, գցել է Չինաստանի գրպանը։ Ռուսաստան տարիներ առաջ, ես չգիտեմ, մեր ակնդիրները, ունկնդիրները կհիշեն Զբիգնև Բժեզինսկիին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականին։ Զբիգնև Բժեզինսկին մի շատ լավ գիրք ունի, մեծ շախմատային տախտակ, The Great Chess Board, ռուսերեն Վիլիկը շախմատная доска։ Եվ ունի Ուկրաինայի մասին անալիզներ։ Զբիգնև Բժեզինսկին համարվում էր Խորհրդային Միության փլուզումը հիմնող վերլուծաբաններից մեկը, Հռոմի Պապի հետ այն ժամանակվա եւ նախագահների հետ Միացյալ Նահանգների։ Մի անգամ մի դրվագ է տեղի ունենում, երբ որ հայ լրագրողներից մեկը Միացյալ Նահանգներում լոբիներից մեկում հյուրանոցների հանդիպում է Զբիգնև Բժեզինսկիին, մոտենում է, որ հարցազրույց վերցնի, սա իրական պատմություն է, խնդրում եմ ուշադիր լսեք։ Զբիգնև Բժեզինսկին մի պահ ոդկա կախ է գցում, ասում է դուք ո՞ր երկրից եք, ասում է Հայաստան։ Ասում է Հայաստան, ասում է այո։ Շուռ է գալիս եւ սկսում է գնալ։ Լրագրողը այդտեղ հային հատուկ աղաղակները կապում է, ասում է սա ինչ քսենոֆոբիայի դրսևորում է, մարդատիացության դրսևորում է, դուք խտրական վերաբերմունք եք դրսևորում, ինչ է որ հայ եմ ինձ հարցազրույց պետք է չտաք։ Զբիգնև Բժեզինսկին շրջվում է հետ, ասում է մեկ հարց կտամ եւ այդ հարցից հետո պարզ կլինի, ձեզ հարցազրույց կտամ, թե չէ։ Ասում է ով է ձեր երկրի, որ երկիրն է ձեր երկրի թիվ 1 թշնամին։ Ես չգիտեմ լրագրողը ով է լինում, բայց շատ իմաստուն պատասխան է տալիս այն ժամանակ, ասում է Ռուսաստանը։ Բժեզինսկին 10 վայրկյան դադար է առնում եւ ասում է լավ, 20 րոպեից կիջնեմ ֆոյե, եկեք այնտեղ հարցազրույց կտամ։ Սա է ձեզ փաստը, ոչ միայն որ մեր գլխին պատուհաս են խաղացել եւ Էրզրումի ջարդերով պայմանավորված գալիս էին առաջ ոտքները կախ էին գցում, թուրքը մտնում էր հայի սրբում, ոչնչացնում էր, նոր էին տարածքը վերցնում, որովհետև իրենց պետք էին Արմենիա bez Արմյան, Հայաստանը առանց հայերի։ Նույն պլանը իրականացրեցին Արցախում։ Նույն պլանը անում էին Սյունիքում։ Դուք գիտեք արխիվային փաստաթղթերը կարդացեք, տեսեք, թե Կարմիր բանակը ինչ դաժանություններ արել, 16-15 տարեկան երեխաներ են բռնաբարել Սյունիքում։ Դրա համար էր Նժդեհը բոլորին ծերպերից նետում ցած։ Պատմություն կարդացեք։ Թուրքին քսի տվողները ովքեր են, Հայաստանը թուրքացրածները ովքեր են, եւ հետո էլ այստեղի կոլաբորացիոնիստ իշխանությունները տարբեր ժամանակների, վերջիններից մեկը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, որ զանգում էին կոնգրեսմեններին,
Այն ժամանակվա սենատորներին, Ջոզեֆ Բայդենին, խնդրում աղաչում էին, որ ցեղասպանությունը հանգարց Միացյալ Նահանգները չճանաչի։ Ու դուք ուզում էիք, որ կոլաբորացիոնիստ իշխանությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Նիկոլ Փաշինյան Հայաստանը դուրս պրծնելու շանս ունենար։ Հիմա շանս կա, մեր նման ուժ է ձևավորվել, որովհետև Ռուսաստանը այնքան թույլ է, որ մեր նման ուժ կարողացել է այստեղ ձևավորվել։ Նախկին Ռուսաստանը լիներ 2 վայրկյանում Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կփաթեթավորեին ձեր աչքի առաջ։ Ու դուք որ երեխայի նման կզրկվեիք ազգային ուժերից, ինչպես որ միշտ էր եղել, ինչպես որ եղավ հոկտեմբերի 27։ Հիմա շանս կա, ընկերներ։ Մեկ ձեր շանսի համար քափ ու քրտին կտրած համակարգ ենք կայացրել։ Օգտվեք։ Պարոն Սիմոնյան, այդ դեպքում, եթե այս իշխանությունը ռուսական գծի մեջ է, Ռուսաստանից պոկվելու ռեալ քայլեր չի անում, ինչի են եվրոպացի առաջնորդները գալիս Հայաստան եւ շնորհակալություն հայտնում։ Մակրոնն ասում է Բա ինչ անեն։ ձեր խիզախ որոշման համար դուք այլևս Ռուսաստանի արբանյակը չեք, 8 տարի առաջ մենք այս կազմով չէինք գա ձեր երկիր, բայց հիմա ասում է գալիս ենք։ Որտեղ պետք է մտնեն Հայաստան այնուամենայնիվ, գան ասեն դուք էս ինչ եք անում, ստե ավելի հեռացնեն։ Ինչ ասեն, գան ապտակեն, պատեր սարքեն մեջտեղները, պետք է գան դա ասեն, չէ։ Ithում եք յում փիլիսոփայություն, ասում է երբեմն օշտեք դիմացինին նրան ոչ հատուկ հատկանիշներով, որ նրան ազնվացնես, բարձրացնես այդ մակարդակին։ Եվրոպացիները գիտեն դա, դիվանագիտական արվեստ է։ Ոչ ես ասելու, օ, էս ինչ ապուշ ես։ Ասում ես, շատ իմաստուն մտքեր եք երբեմն արտահայտում, բայց դրա տակ կարող է ենթադրվի նաև դա։ Եվ Մակրոնի այդ հայտարարությունը, որ նախկինում չէին գալիս եվրոպացի առաջնորդները, քննադատության արժանացավ, որովհետև հենց Ֆրանսիայի նախագահներն են եկել Հայաստան։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Կմեկնաբանեմ այն, որ Ֆրանսիայի նախագահները միշտ էլ եկել են, եւ ոչ միայն Ֆրանսիայի նախագահները, եկել են նաև Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հիլարի Քլինթոնը իր պետքարտուղար եղած ժամանակահատվածում փոխնախագահն էր, եթե չեմ սխալվում, եկավ այն ժամանակ, գնաց ցեղասպանության հուշահամալիր։ Միշտ էլ եկել են, բայց մեր մոտ միշտ Ռուսաստանի հզորությամբ պայմանավորված կոլաբորացիոնիստների տարբեր տարատեսակներ են եղել։ Կոլաբորացիոնիստներ են եղել, որ Ռուսաստանի հզորությամբ պայմանավորված մի գիշերում աշխարհաքաղաքական շրջադարձ են արել։ Կոլաբորացիոնիստներ են եղել, որ իրական հաղթած իրավիճակում հաղթած կողմին պարտված կողմի հետ տարել են համահավասար բանակցային գործընթացի սեղանի շուրջ են նստացրել։ Կոլաբորացիոնիստներ են եղել, որ Ալան-Թալանով պայմանավորված ռազմավարական նշանակության օբյեկտներ են տվել։ Կոլաբորացիոնիստներ են եղել, որ հիմա էլ աճպարարությամբ կրկեսային վարքագծով սրա նրա հետ հահահիհի անելով միևնույնն է մնում են նույն ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական ուղեծրում, բայց հիմա Ռուսաստանը թուլացել է եւ դրա համար էլ ավելի ակտիվորեն կգան 50 հոգանոց ներկայացուցչությամբ եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մենք մի քիչ գերագնահատող կարծիք ունենք անգամ նման հզոր կենտրոնների անալիտիկ հնարավորությունների վրա։ Եթե այդքան հզոր լինեն, իրենք կնախապատրաստեին իրական մուտք գործելու հիմք, բայց չեն նախապատրաստում։ Գուցե պետք չի իրենց։ Պետք է, Հայաստանը կարևոր է, շատ պետք է, մենք շատ կարևոր ենք։ Օրինակ, երբ որ Ֆրանսիայի նախագահը արձանագրում է, որ Ռուսաստանը փորձում է այստեղ գործակալների միջոցով ազդել ժողովրդավարության վրա, ինչ է ձեռնարկում, համարելով Հայաստանին իր բարեկամ երկիրը, օրինակ ինչ է ձեռնարկում դա կանխելու համար։ Բայց ինչ կարան ձեռնարկեն ինքնիշխան պետության սահմաններում, եթե ինքնիշխան պետության ղեկավարությունը դրան դեմ լինի։ Ասում եմ, մենք առաջարկում ենք, դուք էլ ձեր իրավունքն է։ Հրաժարվեք, չեք հրաժարվի։ Հիմա ես ասում եմ, օրինակ Իրանին այդքան գերագնահատեցին, եթե Իրանի Իսլամական Հանրապետության այն ժամանակվա ղեկավարները 2020 թվականի պատերազմի ժամանակ ինչ որ մի հրաշք
ձևով իմանային, կանխատեսեին, թե ինչ կլինի իրանց հետ 2026 թվականին, ես համոզված եմ, որ Արցախի կորուստը Իրանը թույլ չէր տա։ Բայց այն ժամանակ ողջունեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ով գիտի Հայաստանի դժբախտություններից եւ փորձանքներից հետո ինչ տեղի կունենա Եվրոպայում եւ Արևմուտքում, եթե կանխատեսեն ինչ ձևով կգան կներգրավվեն։ Ես դրա համար եմ ասում, միևնույն անալիտիկ կենտրոնները գերագնահատել ենք նրանց հնարավորությունները, շատ ուժեղ չեն։ Նույնը Ռուսաստանին է շատ ուժեղ չի։ Եթե Վլադիմիր Պուտինին կոմպետենտ տեղեկատվություն տային երկրի կացության վիճակի եւ Ուկրաինայի պատրաստվածության եւ աշխարհի դիմադրողականության հնարավորությունների մասին, կարծում եմ 22 թվականի ռազմական ագրեսիան տեղի չէր ունենա։ Մենք գերագնահատում ենք նրանց հնարավորությունները, մենք գերագնահատում ենք նաեւ թուրքերի հնարավորությունները։ Գերագնահատում ենք։ Սատանան այդքան վախենալու չի, քան իրականում կա։ Ուղղակի պետք է մենք աշխատենք։ Իսկ աշխատելու համար երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ազգային լինի, որակյալ պետք է լինի։ Իդեպ Մոսկվայի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում հաղթական շքերթ տեղի կունենա առանց ցամաքային զինատեսակների եւ հրապարակված ցանկից գերակշիռ մասը ոչ ճանաչված պետությունների ղեկավարներ են մասնակցելու։ Սա ինչպես է մեկնաբանում, նախ ինչու Մոսկվան զենքեր չի ցուցադրում չունի եւ կազմը, ովքեր ներկայանալու են, Լուկաշենկոն եւ չճանաչված Աբխազիայի եւ Չեչնիայի եւ այլ չճանաչված պետությունների ղեկավարներ, սա ինչի մասին է խոսում։ Սա կռախի մասին է խոսում, տապալման մասին է խոսում, ինչ հաղթական զորահանդես։ Սա կռախ է։ Վերջ կայսրության, ընկերներ։ Չնայած ժողովրդական միասացված կա, ուխտը ինչքան էլ սատկի կաշինելի մի էշաբեր է։ Դրա համար էլ փոքր պետությունները պետք է շատ զգույշ լինեն։ Այնուամենայնիվ սա կռախի մասին է վկայում։ Ի վերջո մի մոռացեք, որ աշխարհի ամենաերկարակյաց կայսրությունը Բյուզանդիան 1500 տարի գոյություն ունենալուց հետո եթե չկա, բոլորն են անցողիկ լինելու, բացի մեզանից, Հայաստանը Հավիտյանի մասին է, բայց դրա համար ազգային ղեկավարություն պետք է լինի երկրի ղեկին։ Ինչու օրինակ 140 միլիոնանոց Ռուսաստանը անցողիկ է, 80-90 միլիոնանոց Թուրքիան, նույնքան Իրանը անցողիկ են եւ 3 միլիոնանոց Հայաստանը հավերժ մնայուն է։ Քաղաքական կոդի պատճառով մեր քաղաքակրթական արժե համակարգի հիմքում վերածնունդի գաղափարը կա։ Մենք ամեն անգամ, որ մոխրանում ենք, նորից էլի հառնում ենք։ Նրանք մոխրանալուց հետո վերանում են։ Բայց չեք կարծում, որ Հավիտյան գոյության համար պետք են ռազմավարական ծրագրեր, գործողություններ, այլ ոչ թե Անշուշտ, պատմությունը միշտ մեզ տալիս է հայի արգանդը ընդունակ է առաջնորդներ ծնելու, ընդունակ է երկիր շենացնողներ, երկիր կերտողներ ստեղծելու, բայց ինչպես Վազգեն առաջին կաթողիկոսն էր ասում, մենք այդքան սխրանք եւ քաջություն ունենք անկախությունը վերագտնելու, բայց այդքան պարկեշտություն չենք ունենում այդ անկախությունը շենացնելու։ Հիմա ժամանակն է նաեւ պարկեշտ գտնվել։ Պարզապես Որտեղ միշտ ամենամութ գիշերներից հետո գալիս են ամենապայծառ լուսաբացները, բայց այդ լուսաբացները ստեղծելու համար կանխակալ պետք է նախապատրաստել եւ հնարավորություն տալ արժանիներին, ընկերներ։ Մարդկանց, ովքեր որ ուսյալ են։ Միշտ իմացեք, մեր հաղորդակցվելու հնարավորությունը բանավոր է։ Մենք ասուններ ենք ի տարբերություն անասունների։ Ասուն նշանակում է խոսքի միջոցով իր որակները ի ցույց դնելու հնարավորություն։ Եթե մենք դա այդ հատկանիշով օժտված չլինեինք առավելապես, ապա կշփվենք տելեպաթիկ միջոցներով։ Օրինակ հարցազրույցը կանեինք, իրար վրա կնայեինք, ամեն ինչ պարզ կլիներ, ակնդիրն էլ կնայեր, պարզ կլիներ, կանջատեինք կգնայինք, առանց բառ ասելու։ Եթե այդպես հնարավոր չէ, պետք է բառերով շփվենք։ Նշանակում է խոսքի մշակույթը բացազատում է մարդու որակական հատկանիշները։
Ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ովքեր որ կարողանում են արագ կողմնորոշվել, ճիշտ պատասխաններով, շարահյուսական ճիշտ նախադասություններով միտք արտահայտել, նրանք նաև գործի մեջ են ուժեղ լինում որպես կանոն։ Տեսնում եք, չէ՞, մենք շփվում ենք իրար հետ, բայց բանջարեղեններից չենք խոսում։ Խոսում ենք իրար հետ արժե համակարգից եւ քաղաքակրթական մոտեցումներից եւ քաղաքականությունից։ Ուշադրություն դարձրեք, ում եք ձեր ձայնը տալիս, ընկերներ, որպեսզի հայոց արշալույսները միշտ վառ ու պայծառ լինեն։ Բայց հիմա Հայաստանն են վիճակում է, որ ըստ Զախարովայի նախանձում է Բելարուսին, որովհետև Բելարուսը զարգանում է, առաջընթաց ունի, իսկ մենք դա չունենալով հայտարարում ենք, որ Բելարուսի կառավարումը խնդրարույց է, Բելարուսը քաղաքական ազատության կարիք ունի։ Կա արդյոք մի բան, որի համար պետք է հայը, ավելի ճիշտ ժողովուրդներիով չտամ հարցս, հա, կա մի բան, որ Հայաստանը պետք է նախանձի Բելարուսին, թե չէ, որտեղ Բելարուս ժողովրդի դեմ բան չունենք։ Այո, Բելարուս ժողովրդի դեմ բան չունեն, գուցե այնտեղ կարտոֆիլն է շատ ավելի լավ, քան մեզ մոտ, բայց չեմ կարծում, որ դա նախանձի առիթ է։ Զախարովայի այս հայտարարությունը ինչով է պայմանավորված։ Գուցե եւ չափաբաժինը ավելին է եղել, քան հարկավոր էր ընդունել սնվելու ընթացքում։ Այնուհանդերձ Մոսկվան այս վերջին հայտարարություններից բողոքի նոտայից հետո ինչ գործողությունների կդիմի։ Ոչ մի, նրանց հարմար իշխանություններ են իրենց գնահատմամբ լավ շանսով։ Զատուլին ասում էր, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, Ռուսաստանը չի ճանաչի արդյունքները։ Վայ քոռանամ ես։ Մենք էլ կգնանք կկործանվենք ամբողջ ազգով Ռուսաստանը, որ չճանաչի արդյունքները։ Այդ ամբողջ քայլերը ցույց են տալիս, նայեք, տարբեր ֆրոնտներով աշխատում են, տարբեր ֆրոնտներով։ Եթե տեսնեք տեսականին, ինչ ռեագենտներով է հագեցած հայկական քաղաքական դաշտը եւ ինչ մոտեցումներ կա, դա մի ճոխ ռեստորանի մենյու կստացվի։ Նրանք բազմաշերտ են աշխատում, տարբեր մեթոդիկաներով, տարբեր մեթոդներով, տարբեր ճաշակի ռեագենտներով, տարբեր ճաշակի անձանցով եւ ուժերով հագեցած։ Նիկոլ Փաշինյանը գուցե եւ ամենահարմար քաղաքական ուժը չի իրենց համար, բայց իրենցն է։ Պարզապես իրենց ուժը, իրենց Նիկոլ Փաշինյանը քննադատում է պարբերաբար Ռուսաստանին ամբողջ աշխարհի առաջ ցույց է տալիս, որ դու ի վիճակի ես անվտանգային համակարգ ունենաս, Հենց տնտեսական դրա համար էլ ինձ մոտ կասկած կա, որ իրենցն է։ Որտեւ երբ որ բարերի վրա է այդ ամեն ինչը, կասկածելի է, բայց եթե լիներ գործերի մեջ, ապա ես կմտածեի, որ չէ, իրենցը չէ։ Գործերի մեջ դա չենք տեսնում։ Քննադատությունը ոչ մի բան է։ Նույն դեպքում սահմանից ռուս սահմանապաները դուրս եկան անցակետերից Որ անցակետից են դուրս եկել։ Հայաստան, Իրան, Հայաստան, Թուրքիա Դուք այնտեղ վերջին անգամ երբ եք եղել։ դուրս չեն եկել։ Ոչ։ Ես անցյալ տարի օգոստոսին տեսել եմ նրանց այնտեղ։ Անցակետում ռուս սահմանապան Անցակետում չէ, դրոշը ծածանվում էր եւ ես լայվի ժամանակ Facebook-ում ցույց եմ տվել։ Նույնն էլ հայ-թուրքական սահմանի վրա։ Նույնն էլ ամբողջ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիային տիրապետում են, ինչի մասին է խոսքը։ Բոլորի հեռախոսների մեջ կա Yandex։ Իմացեք, որ ԳՌՈ-ն իմանում է, թե դուք ուր եք տեղաշարժում ամեն անգամ, երբ որ նավիգատորով, Yandex նավիգատորով ինչ-որ մի տեղ եք գնում։ Ամբողջ քարոթոփի տեղերը գիտեն, ամբողջ ֆինանսական հոսքերի հնարավորությունները գիտեն, ձեր անձնագրերով, փաստաթղթերով, տվյալներով, անուն ազգանուններով, ապրանքների տեսականիով, ամեն ինչով, ամեն բան գիտեն, ձեր մասին բաներ գիտեն, որ դուք մոռացել եք։ Ու դուք համարում եք, որ ներկայիս իշխանությունները Ռուսաստանից պոկվում են, ձեռ եք առնում ժողովրդին։ Դուք չէ էլի։ Ես եւ դուք զրուցում եք այս ռետորական հարցը այն անձանց են, ովքեր որ փորձում են մոլորեցնել ժողովրդին։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, հարցազրույցի համար։
Շնորհակալ եմ, հայ ժողովուրդը դիմակայուն է, հայ ժողովուրդը իմաստուն է եւ ամսի 7-ին իր իմաստությունը կդրսևորի, բայց ընդամենը մի խնդրանք ունեմ։ Տեսեք, արդեն պաշտոնապես քաղաքական պայքարը մեկնարկած է եւ ընտրապայքար է, ես կարող եմ անգամ կոչ անել, որ դուք բոլորդ գնաք ընտրեք շնորհապետական կուսակցությանը, բայց ես խնդրում եմ ընդամենը մի բան, բոլորով գնացեք ընտրության եւ կամարտահայտվեք, դարձեք քաղաքացի ընկերներ։ Հայաստանի Հանրապետությունը երկնքից ընկած մանանա է, որ դուք չեք արժևորում գուցե, բայց ժամանակն է, որ ընդունեք որպես ուժեղ պետություն, որտեղ պետությունները ուժեղ են, երբ քաղաքացիները իրենց քաղաքացիական պարտքը կատարում են պատշաճ։ Խնդրում եմ բոլորիդ գնացեք ամսի 7-ին ընտրություններին։ Թող այս տարի աննախադեպ ընտրական իրավունքը իրացնողների քանակություն արձանագրվի 2.500.000 2.500.000 երբեք չի մասնակցել ընտրություններին։ Գնացեք մասնակցեք ընտրություններին։ Շնորհակալություն։